աշխարհը այսօր զատիկն է տանում։ Միմյանց ջերմ գրկում ու շնորհավորում։ Հարությունը ռավ նա մեռելներից, տալով մեզ նոր կյանք, ապրեցրեց նորից։ Նա եկավ աշխարհ ինձ եւ քեզ համար, թողնելով գահը իր աստվածային։ Իջավ, մարդացավ եւ խաչը ելավ, ջնջելով մեղքը համայն աշխարհի։ Բայց եկեք մի պահ ետ գնանք դարեր եւ փորձենք տեսնել, թե նա ինչ ապրեց։ Եկեք հասկանանք, թե ինչ նա արեց եւ թե ինչպես մեր մեղքերը ջնջեց։ Կարծում եք հեշտ էր իր փառքը թողնել, իջնել այս աշխարհ ու հես ծառայել նրանց, ովքեր միտք չունեն, պիտի ուրանան ու բարձր գոչեն, խաչել եւ խաչել, այն մարդիկ, որոնց հենց նա բժշկեց, այն մարդիկ, որոնց նորից ապրեցրեց, այն մարդիկ, որոնց մեղքերը ներեց, այն քաղցած մարդիկ, որոնց կերակրեց, այն մարդիկ, որոնց հոգսերը ջնջեց, այն մարդիկ, որոնց միայն սեր տվեց, այդ դաժան մարդիկ, որոնց շատ սիրեց, այդ հպարտ մարդիկ, որոնց խնայեց, այդ բազմությունը, որոնք հիացան Հիսուսի արած բազում հրաշքներից, բարձր կանգնեցին ամբոխի միջից, ձայն բարձրացրեցին, ուրացան նորից, թեև նա գիտեր, որ ամբոխն այտնենք, բարձր կգոչի Քրիստոսին խաչել, այդ իմանելով նա նրանց ներեց եւ այդ ամենը մեղք չհամարեց։ Երբ ամբոխն ենք, իր բարձր ձայնով գոչում էր խաչել, Հիսուսն աչքերը հառել էր դեպվեր եւ ներում խնդրել։ Նա խնդրեց հորը, որ գթա նրանց եւ շնորհի ներում, ասաց հայր ներիր, քանզի չգիտեն, թե ինչ են անում։ Այսօր ուզում եմ տալ քեզ մի պարզ հարց. Եթե ապրեիր դու դարեր առաջ, եթե կանգնեիր նրան ընդառաջ, ինչ կգոչեիր ամբոխի միջից, նրան ազատել, թե խաչել նորից։